ունենալու ենք ուժեղ Հայաստան, հաջող վարչապետ Սամվել Կարապետյանի, ազատություն բոլոր քաղաքացիներից։ Ժողովուրդ ջան, հիմա մենք կքայլենք կողքից, քանի որ կառավարության անդամները արհամարեցին, բայց ցավոք սրտի մենք դες չենք արհամարում, մենք քայլում ենք նվերը հանձնելու, ամեն դեպքում դուք եք ընտրել, մենք ընդունում ենք։ Սա նվերը Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Բարև ձեզ։ Թույլ կտաք այս նվերը հանձնեմ ու վերցնեմ։ Բարև ձեզ։ Ձեր ուղեկցությամբ երևի։ Ժողովուրդ ջան, սովորական հեռախոս է, որ նկարեք խնդրում եմ, նկարեք սովորական հեռախոս է, իր բանել ենք դրել, լիցքավորման սարքն է մեջ, որ հանկարծ խնդիր չլինի լիցքավորելու, ինձ թվում է քարտ կգտնեն, եթե չգտնեն կխնդրեն կապ հաստատեն, քարտ էլ կտանք, որ այս հեռախոսով այսօր ինքը ուղղակի լայվ մտնի ու ասի, որ Հայաստանում այլևս բոլորը գործեն օրենքի շրջանակներում եւ բանի տեղ չդնեն իր խոսքը, որ չլինի զանգովի արդարադատություն, որ չլինի SMS-ներով պաշտոնյաներից գործից ազատում։ Մի խոսքով, բարի հեռախոս է, ոչ հայհոյանքային կտարածում, ոչ կեղծ խոսքային կտարածում, ոչ մի բան չի անում, ամեն ինչը նորմալ։ Հեռախոսը նամակի տեսքով ո՞նց ուղարկի։ Մենակ նամակի տեսքով կարանք մենք ներսը բան տանք, իսկ իրեր չենք կարա։ Իրեր չեք կարա։ Ոչ մի կերպ։ Լավ, բերեք, հա, այսա ծրար կբերենք, ծրարի մեջ կդնենք, կտենք։ Խոսքը նամակի մասին է, ոչ թե հեռախոսը ծրարի մեջ։ Լավ, ուրեմն բերեք այսպես պայմանավորվենք, էլի։ Ես այս հեռախոսը կթողեմ այստեղ, փոխանցեք խնդրում եմ վարչապետին, Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն տղեր ջան, ձեզ բարի ծառայություն, հա։ Ինքը լավ հեռախոս է, իրան ասեք օգտվի սրանից ու չարությունը իր մեջից կարող է անցնի։ Բարի ծառայություն ձեզ, հաջողություն, արգելի լրագրողներ, շնորհակալություն ձեզ լուսաբանման համար։ Ես այսօր ի աջակցություն Սամվել Կարապետյանի լինելու եմ հակակոռուպցիոն դատարանում։ Հայաստանի Հանրապետությունում պետք է այլևս չլինեն քաղաքական բանտարկյալներ, Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը ու դրա համար չդատապարտվելու։ Ակնկալի, եթե կա թեկուզ 0.01% շանս, մենք հավատում ենք դրան։ Բարի ծառայություն ձեզ։ Հունիսի 7-ից հետո դուք ծառայելու եք արժանապատիվ վարչապետի Սամվել Կարապետյանին։ Սանչորս նյուզի հարգելի հետևորդներ, բողոքի ակցիայի շրջանակներում Սամվել Կարապետյանի աջակիցները հեռախոս թողեցին կառավարության շենքի դիմաց, նշում եմ, որ այս հեռախոսով պետք է Նիկոլ Փաշինյանը հայտնի, որ հետ այսու իր զանգերով չի որոշվելու որևէ հարց եւ արդարադատությունը ու զանգերով չլինելու։ Մկրտչյան